Ինչպես միշտ սկսում եմ մեր զոհված հերոս, իսկապես հերոսների նկարներով, երեխա հերոսների, ազգի սերուցքի զոհաբերման պատճառով, առհասարակ ես իմ խոսակցության հիմքը սա է, որ մենք կորցրել ենք, պետք է հասկանանք ինչ ենք կորցրել ու այնպես անենք, որ էլ չկորցնենք։ Դրա համարժեքը կա աշխարհում, որ մեզ լավ նկար է, ասում է իշխանությունը ժողովրդին։ Այս խումբն ընդամենը 12,000 հոգի ունի, ինտերնետային խումբ է, երևի շատ էլի սենց խմբեր կան։ Դու ոչ մի բան է աշխարհում 12,000 հոգանոց խումբը հայկական որևէ մի ճիճվի հետևորդների քանակի համեմատ, դրա համար աշխարհի խնդիրները վատն են, մերը դժոխային են։ Ես փորձում եմ այդ երկուսը համատեղելով մի կորիզ ստեղծել, հայկական գիտակից հասկացող մարդկանց կորիզ, բայց ոչ մի կերպ չի հասկանում, հիմա ինչքան մի րոպե խոսում եմ, արդեն երևի մի 5 հոգի են, այնպես որ իմ 5 հարազատ ընկերներ ջան ձեր համար կշարունակեմ։ Այսօր կոնցեպտուալ խորը բան պետք է ասեմ, փորձեմ պարզ ասել։ Ուրեմն մարդը բնության է եկա, ստեղծվել է էվոլյուցիայի արդյունքում, թե ոնց է կապկից մարդն առաջացել, Դարվինը տվել է որոշ բաներ, հետո Դարվինի բերանը փակել են։ Նու քանի որ իմ բերանը փակողներ չկան, ես շարունակել եմ այդ ու ցույց եմ տվել, թե մարդը ոնց է առաջացել։ Մարդն առաջացել է հարիվի սպանելով։ Դա բան է, անցում է կենսաբանական վարքից տրամաբանական վարք, որը առաջինը մարդու մոտ է եղել, ուրիշ ոչ մի կենդանատեսակ իր մյուս տեսակակցին, տեսակի մյուս անդամին հենց այնպես չի սպանում, արուներն են իր հետ կռվում, բայց դա կենսաբանական պայքարի էլեմենտ է, այքերի համար են կռվում, տարածքի համար են կռվում։ Մարդը սկսել է սպանել ապրանքի համար, գողանալու համար, տարածքը վերցնելու կենսաբանական մաս ունի, բայց հիմնականում գողացել։ Բանաձևն ասեմ, մարդը դադարեց կենսաբանական էակ լինելուց այն պահից, երբ հնարեց փողը։ Այդ պահից նա դարձավ փողի սպասավորն ու հիմա նաև ստրուկը։ Աշխարհում դա տեղի ունի, մանավանդ արևմուտքում, տեխնոկրատական երկրներում, Չինաստան, զարգացող արևելյան երկրներում մի քիչ ուրիշ վիճակա, որտեղ իրենց լիդերները կտրված չեն իրենց ժողովրդից ու փորձում են համահունչ լինել իրենց կողքի շրջապատի մարդկանց, բայց իրանց մոտ էլ արդեն փողն սկսել է գերակա դիրքեր գրավել ու մարդ փող հարաբերությունները եւ դրանք երկու սուբյեկտներն են հիմա աշխարհում գործող դեռևս քննարկման առարկա չեն, դա այդ հարցը տաբուի տակ է, որտեղ եթե սկսես քննարկել, Մարքսը քննարկեց այդ փողը զուտստեսական առումով կապիտալիզմի հետ կապված, Մարսեն սարքեցին աշխարհի հրեշը։ Ով սարքեց, հրաները սարքեցին, որովհետև փողն իրանց ձեռքում է գտնում։ Դուք պատկերացնում եք, աշխարհի հիմնական սուբյեկտն է փողը դարել եւ իրենք են տերը։ Դրա համար գազայամ 2 միլիոնի գենոցիդեցին ոչ մեկ չի կարողանում ձանհանել, բերանը փակում են։ Փողի տերերն են, փողով են դիմացին ոչնչացնում։ Փողով են կռվում, փողի համար են կռվում, փողն են տիրապետում։ Մենք հայերս պետք է հասկանանք աշխարհի դրվածքները, որպեսզի պետությունը չգիտեմ կպրկենք թե չէ, որպեսզի որպես մարդ մի քիչ գիտակից լինենք աշխարհում, որովհետև ամոթ է, էլի անցյալ անգամ խոսում էի, թե Մոսկվայից ոնց էր մեր ինքնաթիռը գնդաձև հերթով լցվում ինքնաթիռի մեջ, գալիս մենք մարդկայինը պետք է հասկանանք։ Սա ուրեմն մարդու առաջացումն է, էվոլյուցիան, իմ սարքած գծագիրն է, լրիվ ես չեմ սարքել, գծագրի հիմքը այս նկարը, այս գանգերը, որ կան, այս տրամաբանությունը եղել է։ Ես ավելացրել եմ դրան, այս նկարի մեջ կպցրել եմ այս կուլտուրաները, նկարին եմ կպցրել։ Մեկ էլ ժամանակի առանցքների վրա այս կետերն եմ նշել, A, B, C, D, E, F, որոնք այն պահերն են, որոնցից մարդը սկսել է անջատվել կենցանականից ու իրար սպանելն է սկսել։ Օրինակ այս հատվածում դեռ կապիկներն էին, ուղիղ քայլող կապիկների դարներ։ Ուղեղը փոքր էր։ Եկետից, ինչ-որ մի կետից սկսվում է, արդեն մարդը սկսում է գործիքներ հնարել,
այդ գործիքների հնարելու հետ կապված ապրանք հաստեղծում, բարիք հաստեղծում, գործով ենթադրենք կարող է մի հատ դանակ քարից դանակ սարքածը լինի, հարևանը գողանա կամ ընկերը գողանա, ինքը սպանել է դրան։ Հենց որ սպանություններն սկսում են, այս ուղեղի կորը սկսում է մեծանալ, այս կարմիր կորը ուղեղի կորն է։ Մեծանում է մոտարապես մինչև 10,000 տարի առաջ։ Նեանդերտալացիք են մեծ ուղեղ ունեցել, մենք ենք մեծ ուղեղ ունեցել, մարդն էլ 10,000 տարի առաջվանից սկսած մարդու ուղեղը սկսել է փոքրանալ, այս վերևի կետից իջել է դեպի այս կետը։ Սա ներկա մարդու ուղեղն է։ Մոտարապես հիմա կարծեմ 1400-ի կողմեր թիվը մոռացել եմ կոնկրետ թիվ։ Այս անկումը չի բացատրված, թե ոնց տեղի ունեցավ, որ մարդու ուղեղն աճում էր, հետո իջավ։ Նու ես մի քանի բացատրություններ եմ դրանց տվել, միգուցե լրիվ ճիշտ չեմ, լրիվ մանրամասներ դեռ կան բացահայտելու, բայց ես բացատրել եմ, թե ինչու մեծացավ այս ուղեղը, որտեղ մարդը գնաց արհեստական, ինքն իրեն ընտրեց, իր միջի լավերը սերունդ տվեցին, ինքն իրեն արհեստականորեն ընտրեց հիմարներին վերացնելով։ Ինչ է արհեստական ընտրությունը։ Սելեկցիոները հազարած սերմ է տնկում, հազարած սերմից տեսնում այդ մի սերմը լավն է, 999 շպրտում է դեն, դուք պատկերացնում եք բնությունը քանի սերունդ էր պետք բնությանը, որպեսզի ինքը այդ 999 ոչ գերազանցներին դուրս մղեր կյանքից, բայց եթե սելեկցիոները ինքը գիտակցում է ինքը ինչա ջոկում, ինչ որակ է ջոկում, այդ մեկին է վերցնում, հաջորդ սերունդին ինքը արդեն կատարյալ շատ ավելի առաջ գնացած իր ուզած որակների առումով սերունդ է ստացվում։ Մի 2-3 սերունդ հետո արդեն կերտվում է այն ինչն է ուզում, ժամանակակից մրգերն են տենց կերտվել, մարդն էլ ինքն իրան է կերտել։ Դրա հաշվին է շատ արագացել մարդու ուղեղի զարգացումը եւ ինքն իրան կերտել է։ Բարի եղեք համակերպվել, իմ մոտ ընկերներ ջան, որ ես սրա հեղինակը ես եմ։ Ուրեմն 10,000 տարի առաջ է սկսել մարդու ուղեղը փոքրանալ։ 10,000 տարի առաջը համընկնում է քաղաքակրթության առաջ գալու հետ, քաղաքների առաջ գալու հետ, այսինքն փողի առաջ գալու հետ։ Հենց փողը հայտնվել է, մարդը արխայնացել է ու իր ուղեղը արդեն ինքը մեծ վտանգներ չուներ, բնության հետ պայքարը սկսել է թուլանալ, որովհետև փողը կազմակերպել է բոլորին, սոցիալականության նոր էլեմենտ է մտել, իրար հետ պաշտպանվել են, իրար հետ պայքարել են, իրար հետ հաղթել են, իրար հետ բարիքները կիսել են։ Այսինքն մենք հայերս այս սկզբունքը, որ մարդը սոցիալական լինելով, պաշտպանվելով, հարձակվելով, գրավելով, օգտվում է ուրիշների ստեղծած բարիքից 10,000 տարի առաջվա մարդկության ստեղծածը այսօր չենք հասկացել։ Մենք գովերքում ենք պաշտպանվելը, մեր սուրբ հողը, մեր պաշտպանությամբ զոհված հերոսներին, բայց մենք չենք հասկանում, որ հարձակումն էլ իր մեջ բան ունի, իր փառքն ունի։ Հաղթողներն էլ իրենց փառքն ունեն, պետք է հաղթական լինել, հաղթելն էլ գնահատել։ Հաղթելու համար էլ այլ որակներ են պետք։ Հաղթելու համար պետք է դու դաժան լինես։ Դաժանությունն էլ իր փիլիսոփայությունն ունի, դաժանության փիլիսոփայությունն ունի, որից մենք խաբար չենք, քանի որ մեր պոետները գովերքել են միայն ու միայն մահը եւ դաժանակիր աշխատանքն ու կյանքը։ Սա ուրեմն մարդու պատմականներ։ Հիմա ասնեմ մարդու ներկային վերջին 2000 տարվա պատմությանը։ Ստեղ էլ մի հատ կոր կա, այս մարդու պատմությունն է, թե ինչքան է եղել երկրագնդի վրա մարդ, այսքան եկել հասել ենք 1500 թվից սկսել ենք մի քիչ աճել, 2000 թվին արդեն բում է գնացել։ Մարդկությունը սկսել է սկզբից մի 50 միլիոն էր, հետո դառավ 100 միլիոն, հետո ավելացան միլիարդի հասան, հեսա մոտարապես 1900 թվերի կողմերը երեք կամ 1850 թվին մի միլիարդ են եղել, հիմա արդեն 8.3 միլիարդ է։ Դուք պատկերացնում եք, այս գծագիրը գծողը գծել է երևի մի 5-10 տարի առաջ, կանգնել է թիվը 6 միլիարդ 3-ի վրա։ Այսինքն այս կորը գծողը արդեն այս կորի մեջ սխալ է թույլ տվել։ Պատկերացնում եք գծել ժամանակային առումով ոչ թե սկզբունքային։ Գծելուց մի սերեդի մարդ է երևի այս կորը գծել մի 20-25 տարի առաջ, երբ որ երկրագնդի բնակչությունը 6 միլիարդ էր։ Հիմա 8.3 միլիարդ է։ Մի 10-15 տարի հետո ես ինչքան կդառնա բնակչությունը, այս կորը հետ կընկնի, բայց դե կարելի է էլի էքստրապոլյացիա անել ու պատկերացնել, որ մենք ստեղ ենք հիմա,
ու այս կետում կենտրոնացած են բազմաթիվ խնդիրներ, արագացել է ամեն ինչ, որոշումների ընդունումն է արագացել, փողերն են մեծացել, ինքնաթիռների արագությունները, զենքի արագություններն են մեծացել, որոշումների ընդունումը կայծակրային է, խելքապետք, բայց խելքը չի որոշում։ Փողն ու փողատերերն են որոշում, ըստ որում փողատերերն էլ տարբեր կատեգորիաների են, կան բանդիտ փողատերեր, կան խելոք փողատերեր, որոնք փողը սարքում են, այս մասին ես հենց կխոսեմ։ Հիմա այս արագացման ֆոնի վրա մենք գրել եմ, մենք այս 24 թվի նկարը իմ նկարն էլ, որտեղ ես կրկից եմ վերցրել, որը միշտ ռեկլամ եմ անում։ Սա ցիվիլիզացիոն արագացումն է, այսպես ասեմ, մեր պահի արագացումն է, սա պետք է մենք իմանանք, որպեսզի կողմնորոշվենք աշխարհում, տեսնենք մենք ինչ հետ գործ ունենք, մեր գործը Նիկոլն է, բայց Նիկոլն էություն է, համաշխարհային էություն է, իր քանդարար սրիկա հալով Նիկոլի թիմը համաշխարհային էություն է, չէ՞, թիմեր կան, սրիկաների թիմեր կան իրենց ազգի համար ոհմակներ, որոնք գործ են անում, գայլերը, Գորշ գայլերը, Էրդողանը, դրանց աղբեր Նիկոլը, Ալիևը, եւ կան թիմեր, որոնք թիմով փորձում են պաշտպանել, այն նկարը, որ ես սկզբից բերեցի, մենք աշխարհի մարդիկ, իշխանությունը մարդկանց լոզունգը, էս էլ կա, բայց իրենք ոչ մի կերպ չեն թիմավորում, որովհետեւ իրենք փողից են զուրկ, իրենք փողից են հեռու, մյուսները հզոր են, որովհետեւ իրենք փողին են մոտ, փողին են տիրապետ։ Եվ այդ երկուսի գումարով այս հին էվոլյուցիոն խոսքի եւ պատմական քաղաքակրթական արագացման հետևանքով առաջանում է այս նկարը։ Սա սինթետիկ նկար է, էլի գրքից սա, աջ կողմում կենսաբանական մարդկային պատմությունն է խառնած նաեւ քաղաքականի հետ։ Տեսեք գրել է մարդանման կապիկներ 5-ից 6 միլիոն տարի առաջ են եղել իրենք։ Դրանից հետո նախամարդ 1-ից 2 միլիոն տարի առաջ, հետո Homo sapiens-ն առաջացել 40-50 հազար տարի առաջ, հետո քաղաքական մարդն առաջացել 10-15 հազար տարի առաջ, շուկաներն են առաջացել, քաղաքներն ու փողն է սկսել խաղալ։ Հետո առաջին ժողովրդավարություններն են սկսել, ասենք թե հունական ժողովրդավարությունը 3-ից 5 հազար տարի առաջ։ 45 թվականից կերտվեց երկբևեռ աշխարհը, մինչև 91 թիվ գոյություն ունեցավ։ Հետո 91 թվին պայթեց ու հիմա մենք միաբևեռ աշխարհում ենք։ Դուք տեսեք 6-7 սյունյակի մեջ ես տվել եմ մարդկային պատմությունը, որը կարևոր է իմանալ։ Սրա մեջ միլիարդ հատ մանրամասներ կան, բայց այդ չի կարևոր։ Ընդհանուր պատկերը տեսնելու համար այս սխեման պետք է։ Հացել ենք այս մենքին։ Այս մենքից հետո կամ կշարունակենք նույն ձևի փողի ստրուկ լինելով կգնանք միջուկային Արմագեդոնի, մեզ երկրագունդը կտրակացնենք, կամ էլ ցերտներս գլուխը կհավաքենք այս ձախ կողմով մեր էվոլյուցիան կպատկերացնենք։ Ձախ կողմով էլ սա հակադիր քաղաքակրթական էվոլյուցիան եմ ներկայացնել, դա էլ կարդամ։ Միայն մարդուն հատուկ էվոլյուցիայի արդյունքում կերտվող մարդն է եղել այս սկզբնական շրջան։ Սա սրան համապատասխանում է այս թվերին։ Այս կապուտ սյունյակը այստեղի թվերին համապատասխանում։ Հաջորդ չգիտակցված քաղաքական էվոլյուցիան է եղել, աշխարհով տարածվող եւ սոցիալապես ու քաղաքականապես զարգացող մարդն է եղել։ Դրանից հետո մենքն ենք։ Այս երրորդ փուլում արդեն մենքի մասին ասելիքս ասեմ, մենք աշխարհի գիտակից, բայց ֆինանսական եւ քաղաքական օլիգարխիայի կողմից խապված ժողովուրդ։ Մենք կետը պետք է դառնա մարդկանց եւ պետությունների նոր գիտակից քաղաքական կյանքի սկիզբը, հաշվի առնելով գլոբալացված մոլորակի սահմանափակումներն ու նրա թելադրած առաջնահերթությունը։ Դե պարզա, մենք հայերս մոլորակի հետ вообще գործ չունենք, մենք մոլորակի 0.000 մասն ենք տարածքով ու բնակչությամբ։ Բայց որpիսի մենք մեր տարածքի տերն անենք, այս հարցերը պետքա գլոբալ տեսնենք։ Մեր դժոխային վիճակի հիմքը նրանն է, որ մենք փիլիսոփայություն չունենք, մենք աշխարհ չենք տեսնում։ Մենք ենք մեր սարերը մեր դեգեներատների տակ։ Եթե աշխարհը փողի գերին է, հայերը ոչ միայն փողի գերին են, որտեղ շատ փոքր փողի գերին են, հայերն իրենց դեգեներատների գերին են։ Աշխարհ սարիկաների, որոնք խափում են ձեզ իրականությունից հերո են քշում, ասում են, սա էս ինչ է շեշտ դուս տալ, արա էս ինչեր ես խոսում, արա մենք այսօր նախ դու ասա այսօր ինչ անենք։ Նախն էլ եմ ասում, բանի տեղ չենք դնում։ Սրանից հետո պետք է ուրեմն ստեղծվի նոր տեսլական եւ իրավիճակ, Homo sapiens
հմբակային շահի, ստվերային ուժերի եւ իշխանական անորությունների դեմ պետք է պայքարի։ Ու դա պետք է արվի ինտելեկտի ուժով, կանխամտածված, ստեղծագործ, հավասարակշռված եւ առաջընթաց մտածելակերպով։ Մենք չենք մասնակցում սրան, բայց գոնե իմանանք, որ սա խնդիր է, որ այսօր գոյություն ունի։ Որպեսզի ավելի կոնկրետանամ, հասնեմ կոնկրետներին։ Աշխարհը մարազմատիկ փողատերի ձեռն է կրակննգած, մենք էլ որպես աննասուն դաստիարակված ջահելների։ Հիշում եք, չէ, ջահելներ եկան մեզ կերան։ Սկզբից մեր խուլիգաններն էին հրեշեի ժամանակ, հետո դառան բանդիտները, տեղական բանդիտները, հետո դառան արդեն մանրից մի քիչ փողատերը Սերժի Ռոբի ժամանակ, ասես մուղամբազ փողատերը, նույն խուլիգաններն էին, պրոստը ձեռներին փող հայտնվեց։ Դոդը ինչ փողատ էր։ Դոդը 99%-ով խուլիգան է, հետո նոր 1%-ով փողատ էր։ Ու արդեն այդ տրամպլինը պատրաստվեց հանցագործների, դեբիլների, դեգեներատների, խուլիգանների, մանր փողատերի, որ Նիկոլը հավաքագրի աննասուն ջահելների թիմ կազմի, որովհետև իր իշխանությունը ամբողջովին այդ անասունների ձեռն է, նույնիսկ տերտերների մեջ ջահելներ սկսեց խցկել սրիկա ջահելներով առաջ ագնում։ Սա հարց է, ձեր նորմալ ջահելներին տարակ լցրեցիք բան, գետնի տակ մտցրեցիք, բայց այս ճիվաղների ձեռը կրակն եք ընկել։ Սա բան է, կոնկրետ բան է, արդյունք է, որի մասին չեն ասում, որովհետև այդ ջահելներն են ձեր բերանը փակողը ու խոսացողը, կապ չունի իշխանական թե ընդդիմադիր իր 1000 նկարով ելույթ ունեցող ջահելը նույն իշխանականի երկրորդ սորտն է ուղղակի, մի քիչ հարիֆա չի հասցրել իշխանություն մտնի, բողոքում է որ չի հասցրել։ Բայց մեծահասակները պետք է հասկանան, որ ջահելները ուրիշ ձև են մտածում, իրանք ոչ միայն գրագետ չեն, աշխարհին տեղյակ չեն։ Նեղ ակնոցներով են նայում։ Կարող է նորմալ մարդ է, ջահել երեխա է, որը շեղվել է այդ ուղուց։ Փորձեք նորմալներին դեռ հետ բերել։ Իմ ամբողջ էներգիան դրա վրա եմ ծախսում, մտածելով, որ դեռ կան ինչ-որ պոտենցիալ փչացածներ կան, որոնց կարելի է հետ բերել, ու ես կոչ եմ անում դրանք իմ հետ կապնվեն, ես sense լեկցիաներ կանցկացնեմ, իրենց մարդ կսարքեմ, եթե իհարկե ցանկանան։ Փող չեն վերցնում դրա համար, ամեն ինչ ծրի ալնելու դասախոսությունները, բայց գրքի համար ինքնարժեքը կտակ։ Ձեի ոչ մի կոպեկ սրանից հետո չի բաժանվելու ձեզ։ Ու ապացույց, որ հիմա փողն աշխարհը տիրապետում, այստեղ ես բերել եմ աշխարհի քանիս են 10-ն են սրանք։ Ֆիրմաները, որոնց բանն է, կապիտալիզացիան է, տրիլիոններով արտահայտված։ Ու առաջինը էս Nvidia-ն է, 4-7 տրիլիոն, Microsoft, Apple, Google, Amazon, Meta, Broadcom-ի թվային հարցերով զբաղվող է, բոլորը ամերիկյան են, բացի Taiwan Semiconductor-ից։ Նույն այդ էլ երևի ամերիկյան փողի վրա է հիմնված։ Պատկերացնում եք ամերիկյան ամբողջ հզորության հիմքը ներկա դա թվային տեխնոլոգիաների վրա հիմնված, այս վերջինը Berkshire-ը բան թվային չի, ավանդական կարգի է, նո բիջա դրա շեֆը, հնի մնացորդներից, այսպես ասեմ։ Բայց այս բոլորը թվային տեխնոլոգիաների վրա զարգացած բաներ են, ֆիրմաներ են։ Դրանց ղեկավարը Մուղամբաս Սրիկա է, բայց ֆիրմաները աշխատողները բոլորը հանճարեղներ են։ Փողով ծառայում են բջերին։ Նույն դրանցից որոշները ինտելեկտուալ ունեն, բայց այն չի, որ իրանք այս տրիլիոնի տեր պետք է ազնեին։ Իրանք հալա, իրանք կարելի ասենք, թե Amazon-ի շեֆը խելոք այդ մարդը, Բեզոսը իսկապես խելոք է։ Իրանք այդ ահռելի փողի կուտակումը իրանք դարձրել է համաշխարհային հարց լուծող ու աշխարհի ապագան կերտող։ Սրա հաշվին Թրամփը վերին աճպարարը գնում է մեր սարսաղը, գնում է աշխարհում ասում է ես sense կանեմ, այնց կանեմ, Վենեսուելան նավթ ունի, հա դու ի՞նչ ակունես նավթ ունենաս։ Չհասկացա, մերն է։ Աշխարհը մերն է, նավթն քո նավթն էլ մերը պետք է լինի։ Ես համաձայն եմ դրան, բայց այն ժամանակ ինքը պետք է ասի ոչ թե ես նարկոտրաֆիկի դեմ, նարկո դիլերների դեմ եմ պայքարում, այլ ես աշխարհի ամենահարուստն եմ, ամենահզորն եմ, կարամ մարդկանց սպանեմ։ Ժորժ ջան, արեք մտածենք, տենանք ոնց ենք աշխարհի ռեսուրսները իրար մեջ բաժանում։
Անգելա Ռուսաստանի ջանը թե ձեռը Սիբիր կա, այդ Սիբիրը պետք է առնենք։ Մաքուր ասեք, պարզ ասեք, ինչի եք սլավոններին միլիոններով փոխում գերեզմաններ։ Կամ Նեթանյահուն պետք է ասել, ես Գազայի հողն ուզում եմ, հասկացեք, ես փողի տերն եմ աշխարհի, սա ինչ որ հարիվներ են ապրում 2 միլիոն, այդ հարիվներին ես ինչ անեմ, լսեք, աշխարհը մտածեք, ես փողատեր եմ, փողը տալիս եմ, տվեք մարդա ինչքան թող գնան իրենց տեղ գտնեն, այդ հողն իմ դուրը գալիս է։ Այսինքն արեք դուս խոսանք, այս ժամանակ այս կաշմարը կպրծնի։ Բայց որպեսզի դուս կարողանաս խոսած, պետք է ինպես խոսացողները շատ լինեն։ Գոնե այդ ինձ ցույց տվել with the people այդ նկարի մեջ գոնե 90% այդ նկարի ժողովրդի պետք է հասկանան, որ այսպես բաց վիճակ է, արեք աշխարհի բարդությունների մասին դուզն ասենք։ Աշխարհի բարդությունների մասին որ դուզն ասեցիք, հայկական բարդությունները դրանց տակ вообще գոյություն չունեն։ Նիկոլը մի օր չի կարա բաց համակարգում, որտեղ ամեն ճշմարտություն հայտնի է, մի օր չի կարա գոյություն ունենա, որտեղ իր տակի շները կփախնել իր կողքից կմնային կճլես մենակ, ցանկացած լակոտ կգան Նիկոլին կսիլի, թե հարցերը կլուծվեն։ Հասկանում եք Նիկոլը ինչ դիրքերի է եկել, ինքը օգտվելով համաշխարհային կեղծիքներից, բարդություններից, այսպես ասած, պայմանական ասած, տաբուներից, ինքը վերցրել է իշխանություն, այդ իշխանությունն էլ է կառուցել տաբուների, կեղծիքների, ստի վրա։ Դրանց ծառայում են բոլորով մի քանի կոպեկի համար, երկրորդ սուբյեկտի փողին ծառայելով, թղթակիցներ են ծառայում, միլիցեք, իրավական, պաշտոնյաներ, ընտանիքներ, բաց, սոված, բաց բերան անասունները դարել են Նիկոլի հենարան Հայաստանը ոչինչ ասում։ Տեսեք, որտեղից ուր հասանք։ Այդ աշխարհը շահկապված է, ոնց որ ֆիզիկական օրենքներն են իրար հետ շահկապված են, ասել մարդկային կենսաբանական օրենքներն են։ Տարածեցին, այլ փողատերերը տարածեցին, թե սոցիալ դարվինիզմի մասին չխոսակ, այդպես բան գոյություն չունի, մարդը ուրիշ է, սուրբ է։ Հավատացյալներն են ստեղ իրանց անելիքն ունեն, իրանց այդ ֆանատիզմը հանգեցրեց նրան, որ չէ, Աստծոս բան չասես, մենք սուրբ ենք։ Սուրբ չեք, պարզ բան եք։ Ոնց որ բնության օրենքներն են լրի բացահայտվող, այնպես էլ մարդն է բացահայտվող, ուղղակի վախում եք։ Դուք պոետներին կարա գովեք, որոնք իրանց այս զգացմունքներն են ձեզ ներարկել, թե տեսեք ես ինչքան ուրիշ եմ, հələ տեսեք ես ինչ եմ զգում, դուք չեք զգում։ Մի քիչ բարձրացեք վերև, հա։ Մարդը շատ ավելի մեծ, խելոք բան է, մանավանդ այս ինֆորմացիայով մեր դարում գիտելիքներով կերտված մարդը։ Տեսեք Պլուտարխն է ասել, իրենց ժամանակի ճշմարտության մասին է ասել, բաց է ասել։ Ասում է սպարտացիք չեն հարցնում, թե քանի հոգի է թշնամին, հարցնում են որտեղ է թշնամին։ Հələ տեսեք կարճ կոնկրետ բարձ ճշմարտություն է։ Թշնամին ինչ իրանք ունի գոյություն ունենա իմ շրջապատում։ Իմ շրջապատում թշնամիներին ես պետք է հաղթեմ։ Թվով չի։ Իմ տրամադրվածությամբ է։ Ես պետք է հաղթեմ թշնամիներին։ Սա ֆանտաստիկ փիլիսոփայություն է։ Սրան պետք է տիրապետես։ Հաղթելու ձևը արդեն ուրիշ է։ Կիրթ եղիր, գիտակից եղիր, զինված եղիր, հասկացիր դիմացինիդ, որպեսզի կարողանաս հաղթահարես։ Հաղթելու ձևերը դրանք արդեն նուրբ մասնագիտական են։ Մենք եթե էությունը չենք հասկանում, մասնագիտականին ոնց հասնենք։ Հիմա լրիվ իջնեմ ներքև հայկական իրականություն։ Ժողովուրդը մասնակցում է իշխանափոխությանը միայն երբ համը հանած աննասունին փոխելու է գալիս նոր կիճուն։ Արանքներում ով է ես փալան վիճակն։ Հիմա ընտրություն Նիկոլը քսի տվել, ամբողջ ազգով ընտրություն եք խաղում, հաշվի չառնելով, որ ընտրությունները կեղծվելու են, որ ընտրությունների է գնալու երկու դեգեներատի գրած թղթի կտորով, ընտրությունների է գնալու ու եթե դուք պարտվեք, ու դա հաստատ եք պարտվելու, դեր գենոցիդի օրինական հարցն առաջան։ Ոնց կարելի է ասած այսպես բան, ոնց կարելի է չհասկանալ, մասնակցել մի process-ի, որը քո սպանդին է բերելու։ 21-5 գրառումն է կարդամ համահունչ այս ասածից։ Նորմալ ազգը չէր թողնի, որ իր տականքը նստեր իր գլխին, դառնար իշխանություն, գեներալ ու օլիգարխ, հարցուտող ու մարդուտող։ Նորմալ ազգը միայն գենոցիդի միջազգային ներկայացման թուրքերին ու ազերներին աշխարհի դեմ իզգոյ հանած կլներ ու հերներն անեցած ոնց որ հրաներն են անում ամեն ձևի իրանց դրող կմատուցելով աշխարհին, որպես եսի միջ կապում են, բոլորին կապել են իրանց բլեֆերով։ Նորմալ ազգը չէր թողնի, որ իր դեգեներատը թալանի, հոշոտի, երկիրը կործանի,
տնտեսությունն ու հանքերը յուրացնի։ Կրթությունն ավելի դիպլոմ ծախի, աշխատելու իրավունքը վերացնի, մարդկանց սովի հասցնի ու դրան գուրում արածել բացարձակ տգետ թողնի։ Նորմալարգը չէր թողնի, որ ամեն ճիճուր միլիոնավոր մարդկանց ձայներ գողանար, ընտրություն կեղծեր ու հերոս հռչակվեր։ Նորմալարգը իր դեգեներատիվ բերանը կփակեր, իր ճիճվին կկոխրճեր, որ նորմալներն ապրեին, սատանան տանի։ Ու ես էլ արդեն ընկերոհուս Ֆեսյան մի երեկվա կարծեմ գնարում, կարծամ շատ հետաքրքիր է։ Արդեն չեմ բարևում անտարբեր, կայֆեր, կայծերի մեջ ապրող, իրենց շլանգի տեղ դրած, իբրև ամեն ինչից անտեղյակ, տուն պահող, թրքահապատակությունը ճակատներին դաջած, կեղծ ցավակցող, բայց փաստացի պապֆիգիստ, անիմաստ գոյանքներին, անկախ իրենց ով լինելը։ Այսօր մի նման գոյանք, որ վրան պարզապես կպցրել է տղամարդ բառը, ինձ բարևեց։ Անցա այնպես ասեց դատարկ տարածություն է։ Հավասարվեց ինձ, թևիցս բռնեց, թե բան է պատահել, չպատասխանեցի։ Շատ զգացված ինքնասիրությունը վիրավորված երիտասարդ բադը, թե նեղացած ես ինձանից, ինչ եմ արել։ Ասացի մենք ապրում ենք տարբեր իրականություններում ու տարբեր հարթություններում։ Ես քեզ չեմ տեսնում, ուր մնաց լսեմ։ Տարակուսած կանգնեց, սառեց ու ոնց աշկերում մտածելիքի թեմա տեսա։ Ոնց որ աշկերում մտածելիքի տես, հանճարեղա գրված։ Այ, բոլորդ պետք է այսպես դառնանք։ Անասունին պետք է ցուցադրեք իր անասուն լինելը, դեգեներատ լինելը, որովհետև ինքը ձեր հաշվին է ապրում, իր անասնությամբ շահում։ Եթե դա չարեցիք, ոչ մի շանս չունեք հաղթահարելու։ Այդ ինքն իր պասիվ սրիկայությամբ, անունը սենց դնեմ, պասիվ սրիկայությամբ, հակահասարակայնությամբ նման ճիվաղները կերել են ձեզ։ Ու իրենք պարտադրում են, որ կողքովս անցար, բարևը տուր, հարիվի մեկը, բարևը տուր, որ ես իմ ստատուսը պահպանեմ։ Բարև չտալը գործա, դուք պատկերացնում եք ինչ մեծ գործա, մի հատ բարև չտալը։ Սա էլ աշխարհի պրոբլեմներից հոյակապ նկար է։ Ասում է Դանյան պարտադրել է, որ 6-ից 16 երեխաները շաբաթը մեկ հաճախեն հատուկ դասարան, որտեղ դիմացինի հանդեպ խղճմտանքի հարցը կա, նրան մարդկայնորեն վերաբերվելու հարցը կա։ Էմպաթին հայերեն ուղիղ թարգմանությունը չգիտեմ որն է։ Կարեկցանքի հարցն է։ Այսինքն երեխաների մոտ դաստիարակեն կողքինին որպես մարդ նայելու, նրա հոգսերը հաշվի առնելու, սոցիալական դառնալու հարցը։ Ու նկարել է հոյակապ, այս երկու ասենք թե բարեկեցիկ երեխեքին նկարել են այս Պաղեստինցի գործանվող երեխու ֆոնին, որը սպասում է թե այս երեխեք կմեծանան իրենց մարդ կդառնան կարեկցեն իրար։ Այս էլ մի փիլիսոփա կնոջ, մեծագույնը համարվում աշխարհի գերգերիներից է համարվում հրեա։ Հրեաչելներ ոնց կարող է պատահի այդպես բան իր մասին խոսային։ Ասում է անունը դրանք կարեկցանք։ Մարդկային կարեկցանքի մահը այն առաջնային նշաններից է, որ մենք մտնում ենք բարբարոսության մշակույթի մեջ։ Մենք վաղուց ենք այդ մշակույթի մեջ։ Ես սկզբից նույնիսկ խոսեցի, որ մենք այս մարդու առաջացման սխեմայի մեջից ենք անջատված։ Մեր այս ուղեղի փոքրանալու հարցը, երբ որ փողնա մեջտեղ եկել ու մարդը սոցիալականացել է, մենք այդ ժամանակվանից արդեն աշխարհից դուրս ենք եղել։ Անցյալ անգամ էլ ցույց էի տալիս ռեգիոնի քարտեզը, որտեղ մենք ամենափոքր պետությունն էինք, ու հիմա այդ պետությունը գնում է ինքնաոչնչացման կործանման։ Հարևանները այնքան են հզոր, որ իրանք չեն հարձակվում մեր վրա ոչնչացնելու համար, իրանք մեզ պարտադրում են ինքնաոչնչանալ։ Ու մենք դա անում ենք, որովհետև դուք բարև եք տալիս ճիվաղներին, հարգում եք ճիվաղներին, գնում եք ընտրության ճիվաղ ընտրելու։ Էս էր, թե ինչքանով ես այսօր հասու եղա, ամենադեպս ինձ լսող
Ну հիմա մի 4 հոգի կլինեն, այդ 4 ընկերներին большой привет, շատ շնորհակալ եմ որ լսում եք, բայց հաշվի առեք դուք գործ ունեք անելու։ Այն ինչ որ ես խոսեցի, տարածեք մի քայլ են կողմ գնացեք, կարծում եմ կարևոր է այս հարցը։ Էս էր այսօրվա խոսալիքս։